Այսօրվա մեր խոսքի քարոզչությունը պետք է սկսենք Սուրբ Գրքի համարների ընթերցանումից։ Եվ ընթերցանությունը արված է Հովանու ավետարան 13-րդ գլուխ, John chapter 13, 34 եւ 35 համարները։ Անկասկած գիտեմ, որ շատ անգամներ կարդացել եք, լսել եք քարոզներ եւ մի կրկին անգամ այսօր հույսով որ մի քիչ ավելի տարբեր, մի քիչ ավելի քեզ ու ինձ համար մտորելու եւ խորելու առիթ կլինի։ Ընթերցում ենք Հովանու ավետարանի 13-րդ գլխի 34-րդ համարը։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք։ Այս համարի մեջ միանշանակ ու հստակորեն առաջի բանը, որ մտնում է իմ աշկերից եւ իմ հոգուս մեջ սա է, որ մեզ տիպիկ օրինակ է տալիս, թե ինչպես մենք կարող ենք միմյանց սիրել, եւ դա միանշանակ մեկ հստակ չափանիշ ունի, մեկ ստանդարտ, փոփոխական չի, եւ նա տվեց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ուրիշ չափանիշ չկա, ուրիշ որակ չկա, ուրիշ արժեքավորում չկա։ Որովհետեւ սոր սիրելիներս սեր գաղափար հասկացողությունը տարածված է ողջ աշխարհով մեկ։ Գրքերում, կինոաշխարհում, երկեցողության մեջ, ամենուր բանաստեղծությունների արձակ, թե չափածո, ամեն ուր սիրո գովերքն է։ Բայց ոչ միտեղ այսպիսի պարզ ու հստակ չափանիշ չկա, ինչպես այս մեկ համարի մեջ։ Սիրեք միմյանց, ինչպես ուրիշ չափանիշ չի տալիս, ուրիշ փոփոխություն չկա։ Մենք փոխում ենք։ Եթե ես փոխում եմ, ես եմ մեղավոր։ Աստված պարզ ու հստակ իմ առջևս դրեց, որ մի չափանիշ ունես սիրելու, եւ դա ինչպես ես քեզ սիրեցի, ինչպես ամեն մեկիդ առանձին ձեզ սիրո համար, ձեր մեղքը, ձեր նեղությունը, ձեր ցավը, ձեր հոգսերը, ձեր ամեն պակասը ու խեղճը սիրելով ինձ հետ կրեցի խաչի վրա։ Եվ 35-րդ համարը շարունակություն է 34-րդ համարի։ Եվ երբ որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դա մեծագույն վկայությունը կլինի այսօր այս անորոշ ու մոլորված աշխարհի համար։ Սկսած մեր տան անդամներից, որ դեռ չեն ճաշակել նրա սերը։ Այսօր հույսով որ մեզանից ամեն մեկս ինչ որ մի չափանիշով ճաշակել են Քրիստոսի սերը, եւ Տերը մեզի միանշանակ հստակ 34-րդ համարի մեջ ասեց, եթե ճաշակել ես իմ սերը, այդ նույն չափանիշով, այդ նույն սիրով սիրիր քո քրոջդ ու եղբորդ։ Եվ երբ որ մենք կարողանանք այդ չափանիշը պահպանենք մեր հաղորդակցության մեջ, որպես քույր ու եղբայր, մենք մեծագույն վկայությունը կլինենք, սկսած մեր տնի անդամներից, որ դեռ նրանց համար չի բացված այդ սերը։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ ինչն եք, աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Սա մեծագույն գործնական վկայությունը կարող է լինի։ Մինչև այստեղ ու այնտեղ ներկայանալ, դու գիտես ես ով եմ, քրիստոնյան, վերստին ծնված եմ, I'm a born again Christian։ Այդ սերը մեծագույն լոզունգը կարող է լինի, որ ծածանվի այս երկնակամարի վրա խոսելու, որ այս մարդկանց մեջ մեկ ուրիշ որակի սեր կա ու տարբերություն ու մեծ տարբերություն համեմատես աշխարհի սիրո։ Եվ դա Քրիստոսի չափանիշի սերն է։ Եվ ասում է, ձեր մեջ տեսածը կճանաչեն, որ ես եմ, իմն եք, իմ բաժինն եք, իմ արյան կինն եք։ Այդ սերը, որ միմյանց նկատմամբ ունեք, դա պատահական չէ, դա հենց այնպես չէ, դա աշխատանքի, ուսումնասիրությունների, տեսականների վերլուծությունների արդյունք չէ։ Դա քո անհատական փորձառություն է, որ Քրիստոսի հետ ունեցել ես։ Եվ եթե այսօր ես չեմ կարողանում քեզ սիրեմ, ինչպես Քրիստոս ինձ սիրեց, ուրեմն իմ եւ իմ Քրիստոսի մեջ խնդիր կա։ Իմ ու քո մեջ խնդիր չկա, իմ ու իմ Քրիստոսի մեջ խնդիր կա։ Հասկանում եք, որտեվ 34-րդ համարը ասեց,
Դու միայն ու միայն կարող ես սիրել, ինչպես ես քեզ սիրեցի Սարո։ Եվ եթե ես չեմ կարողանում քեզ սիրեմ, միանշանակ խնդիր, հարց, վերլուծություն, աղոթք, պաշտամունք, ծոմապահություն, մեղքերի թողություն, Տիրոջը աղաղակ կանչ, որ Տեր դուր որ քո երկնային սերը ճաշակեմ իմ հոգուս խորքում, որպեսզի կարողանամ արտացոլեմ այդ քո ճաշակած սերը իմ քույր ու եղբայրին իմ շրջապատիս մեջ։ Գիտեք, այսօր հոգևորներս չենք պատրաստում աշխարհի վրա քարեր շպրտել, բայց ինձ ու քեզ համար հույսով մենք կարողանում ենք զանազանել իրական սերը, որ Քրիստոսի սերն էր, եւ կեղծ սերը, որ այսօր կարող է մեզի պատել։ Այսօր աշխարհում լցված է ամեն ուրա։ Եվ երբ որ Քրիստոսի սիրով ես լսում, պարզապես մի հստակ բան է քեզ համար բացում, թե ինչքան ճղճիմ ու ողորմելի է այսօրվա այս աշխարհի սերը, որ այսօր կա սեր ու վաղը կարող է թշնամություն լինի, ամուսնալուծություն լինի, սպանություններ լինի, բաժանումներ լինի, դավաճանություններ լինի, հետնախոսություններ լինի, բամբասանքներ լինի։ Այդ սերը այս աշխարհի սերն է։ Այդ սերը զզվելի էր Քրիստոսի համար, եւ դրա համար Քրիստոսը ինձ ու քեզ համար հստակորեն զատեց։ Դու չես կարող, դուք չեք կարող մեկդ մյուսի հետ մնալ ու ինձ պաշտամունք բերեք, եթե ձեր չափանիշը սիրո այս աշխարհի չափանիշն է եւ ոչ թե այն չափանիշը, որ ես ձեզ սիրեցի։ Սեր հասկացողությունը բառը այսօր այնքան շատ է հոլովել ու արձագանքվել ու ասել, ինչպես չեմ ուզում ասել, երգերի, բանաստեղծությունների, գրականության աշխարհում, ամեն օր լսում ես հատկապես այս Ամերիկայում այնքան շատ է օգտագործվում, հատկապես հոլիվուդյան աշխարհի մեջ։ Սարմանալի մի միտք արտահայտեմ ձեզ համար։ Գործ առաքելոց, Book of Acts, ոչ այլ ինչ էր, եթե ոչ սկզբնավորումը եկեղեցու։ Քրիստոս համբարձվեց եւ տվեց պատգամը, զորությունը, սերը, Աստծո հոգու իշխանությունը, որպեսզի գնան եւ ողջ աշխարհով ավետեն բարի լուրը։ Նա մեռավ, որ ամեն իրեն հավատացող ապրի ու կյանք ունենա եւ ել ավելի ունենա։ Կարող եք պատկերացնել, որ գործ առաքելոցը հույսով, որ գոնե լոկ մեկ անգամ թեկուզ քարոզների մեջ, թեկուզ ընթերցանության մեջ, ուզում եմ մի փաստ ասեմ, ողջ գործ առաքելոցը ողողված է, ինչով, աստվածային սիրով, թե ինչպես Պետրոսը, թե ինչպես Պողոսը, թե ինչպես Ստեփանոսը, թե ինչպես հոգևոր հայրերը հոգ էին տանում եկեղեցու մասին։ Գիտեք, որ ամբողջ գործ առաքելոցի մեջ նույնիսկ մեկ բառ չի օգտագործած ոչ մի համարի մեջ սեր բառը, բայց ամբողջ այդ գրքի մեջ սիրո մասին է խոսքը։ Առանց սիրո այդ եկեղեցին չէր կառուցվի։ Առանց սիրո Աստծո խոսքը չէր տարածվի ողջ երկրագանդով մեկ։ Առանց սիրո Պողոսը ու Պետրոսը եւ մյուս բոլոր աշակերտները իրենց կյանքը չէին զոհաբերի։ Առանց սիրո նրանք ասում է այդ շղթաների մեջ, այդ բանտի խորքում Պետրոսն ու Շիղան տերն էին, փառավորումը, դա երկնային սեր է, դա ազգացմունք չէ, դա սենտիմենտ չէ, դա հոգու պատուղ է, որ ոչ մի կերպ դու չես կարող տեսականորեն բացատրել, դա կյանք է, ոչ թե գրականություն, ոչ թե բառեր, ոչ թե բանաստեղծություն, ոչ թե կինոաշխարհ, ոչ թե երգեցողություն, կյանք, դա էլ հոգու մեջ, ոչ թե մարմնի, ոչ թե մտքի, ոչ թե զգացմունքների, հոգու եւ միայն հոգու արտահայտություն էր, որ կարողանում էր շրջանցել բոլոր խոչընդոտները, բոլոր նեղությունները ու դարձյալ ու շարունակական ասոն վստահել։ Ուզում եմ երկրորդ հարցումս հարցնեմ։ Կարդացել եք 4 ավետարանները գոնե մեկ անգամ, ինձ կարող եք ասել այն Քրիստոսը, որ սիրո Աստված էր եւ սիրով իր
կյանքը, իր աստվածային կյանքը համայն մարդկության մեղքի համար զոհաբերեց։ Քանի անգամ ասեց ես քեզ սիրում եմ։ Բառը չէ, բառերը չեն, կյանքն է։ Ճշմարիտ հոգու սերը կյանքն է ցուցադրում, ոչ թե բառերը։ Այսօր աշխարհը, հատկապես Ամերիկայում, անverջ խոսում են ինչի մասին, արտահայտության մասին, արտահայտվիր, պապա ջան, աղբեր ջան, հարազատ ջան, կեռնեմ քեզ համար, մատաղլեմ քեզ համար, դրանք բառեն, կյանքը բառ չի, եւ դրանից պետք է կարողանաս զանազանես։ Քրիստոսը իր կյանքով, իր ամբողջ սերը արտահայտեց ինձ ու քեզ եւ համայն մարդկության համար, առանց որևէ մի անգամ իր խոսք ուղղելու ես քեզ սիրում եմ, բայց իր ամբողջ էությունով սիրով էր վառված մարդկության փրկության համար եւ մինչեւ վերջ տվեց իր կյանքը, որ ես ու դու կյանք ունենանք եւ ել ավելի ունենանք։ Պետրոս առաքյալի իր առաջի թղթերի մեջ առաջի գլուխ 18-րդ համարում 1 Peter chapter 1 verse 18 առաջի Պետրոս առաջի գլուխ 18-րդ համարը իմանալով որ ձեր հայրենավանդ այն ինչ որ մեր DNA-ով մենք ժառանգել էինք մեր հայրերից այն ինչ որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից սա էր մեր ժառանգությունը Պապս քահանա էր, մենք մեծահարուստներ էինք, մենք շատ լավն էինք, մրջունի վրա ոչ ենք դրել։ Պետրոսը այս մեկ համարի մեջ ամեն ինչ հողի է հավասարացնում։ Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք։ Չէ, այսօր աշխարհի չափանիշը ամեն ինչ գնվում է ինչով։ Իհարկե դրամականով։ Արծաթ ու ոսկինի նկատի ունի դրամաչափը։ Բայց այդ անեծքից, այդ մեղքից, այդ հայրենավանդ ունայն բարքից ազատագրելու համար 19-րդ համարում այսպիսի խոսքերով է շարունակում։ Այլ Քրիստոսի ոսկով ու արծաթով չփրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով իբրև ամբից ու անարատ գառը, որ գնում էր մորթվելու համար, ամբից ու անարատ գառը, որ գնում էր մորթվելու համար, զոհվելու համար, որպեսզի իր հոգու սերը դեպի ինձ ու քեզ համայն մարդկությունը արտահայտելու փաստով, իրականությունով, ոչ թե բառերով ու խոսքերով, ոչ թե փիլիսոփայությունով, ի տարբերություն աշխարհի բոլոր կրոնների առաջնորդների, որոնք գրեցին, խոսեցին, բայց նա զոհաբերվեց, սա էր նրա սիրո խորագույն արտահայտությունը։ Չարլզ Ստանլին 20 եւ 21-րդ դարաշրջանի լավագույն հետպես ճանաչված հռչակավոր ամերիկյան քարոզիչներից մեկն է։ Նա մի առիթով սիրո մասին այսպիսի արտահայտություն արել. The measure of your love for God, այն չափանիշը, որ դու Աստծո նկատմամբ ունես, քո սիրո խորությունը ու լայնությունը, միանշանակ the God is depth of your love for his son. Քո այն խորության սիրո խորություն է, որ դու իր որդու նկատմամբ ունես։ Որտեղ այսօր մենք Աստծո հետ հաղորդացնում ենք ու միջոցով իր որդի Հիսուս Քրիստոսի միջոցով, ուրիշ ճանապարհ չկա սիրելիս, ոչ մի եկեղեցի, ոչ մի կնոր, ոչ մի ուսմիկ, ոչ մի հովի, ոչ մի հոգևոր առաջնորդ քեզ չի կարող հաղորդակցության մեջ դնի հոր հետ, եթե ոչ միայն որդի Հիսուս Քրիստոսը։ Հիսուսին ունես, հորը ունես, կյանք ունես, հավիտենականություն ունես, չունես ոչինչ չունես։ Կարևոր չի։ Այն օրը, որ մենք պետք է կանգնենք նրա առջև, մեր պատկանելությունը, ես ինչ հոգևոր, ես ինչ ավանդույթի, եւ ինչ հանրամբանության, եւ ես ինչ եկեղեցու պատկանելություն, եւ ինչ հովիվային Հիսուս ունես, կյանք ունես, չունես, ոչինչ չունես, եւ այսօր մեր միակ նպատակը այստեղ հավաքվելու, որ նրան ունենանք, ուրիշ ոչ մի բան, ոչ ավել, ոչ էլ պակաս։
Մեկ ուրիշ հայտնագործություն Աստծո սիրո մասին։ True ճշմարիտ understanding of God's love is inseparable unbաժանելի from the faith in a Christ. Սերը առանց հավատքի կկաղա, կպակասի։ Ինչքան էլ որ արտահայտիչ է, սիրո կողքին քայլում է հավատքը։ Խոսքս երկնային սիրո մասին է, խոսքս Քրիստոսի սիրո մասին է, որ այսօր մեր խոսքը սկսեցինք դրանով։ Այդ սերը հավատքով է քայլում։ Եվ եթե մեր մեջ այդ սիրո հետ հավատքը չշաշաղաղվեց, իր հետ մաս ու բաժին ու մի ամբողջություն չեղավ, մեր սերը կդառնա սենտիմենտ, զգացմունքային, արտահայտող, ցուցաբերող, բայց երբ որ հավատքով է, ամեն բան լավ է, ամեն բան ճիշտ է։ Love is not a theoretical. Սերը բացատրություն չէ, սերը կյանք է։ Դու կարող ես տարիներ նստես ու այդ սիրո մասին երգեր գրես, պատմվածքներ գրես, չափածո բանաստեղծություններ։ It is not theoretical, it's grounded in the gospel. Ամբողջ եկեղեցին ու Քրիստոսի սերը կառուցվեց մի հստակ ճշմարտության վրա։ Բարի լուրը, որի վրա կառուցվեց եկեղեցին, նա մեռավ, որ ես ու դու ապրենք։ Սա էր միակ բարի լուրը, եւ Քրիստոս իր աշակերտներին համբարձելուց առաջ գնացեք եւ ավետարանը ու բարի լուրը տարածեք ողջ աշխարհով մեկ։ Սա մեր հիմքն է, այդ սիրո հիմքը, որ հավատքի վրա կառուցված է։ Ես մի օրինակ բերեմ, սրանից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած, որովհետեւ երբ որ Աստծո խոսքն ես բացատրում, ամեն բան դեռ խորը ըմբռնելի ձևով հասկանալի չի, ու ես երբ որ պատրաստում էի այս նյութը, մտածում էի օրինակ, եւ ես նմանատիպ օրինակ, որ մեզանից շատերիս միգուցե այսօր մի քասնեն բացակա այն օրը եւս բացակա, ինչևից է, մեր ամսվա առաջի կիրակին մենք հաղորդության սեղան ենք ունենում, յուրաքանչյուր ամսվա առաջի կիրակին եւ մեր հունվար ամսվա առաջի կիրակին հաղորդության սեղան ունենք։ Բնականաբար, եթե ոչ բոլորս, բայց մեծամասնությունս գալիս ենք ինչպես, գալիս ենք ծոմապահությամբ։ Դա պարտադիր չէ, բայց ցանկալի է։ Մենք երբեք ոչ մի բան չենք անհրաժ ստիպել, պարտադրել, բայց ինչ ենք արել, խորհուրդ ենք տվել, քաջարերել ենք, որ ցանկալի է որպեսզի հաղորդության սեղանին եւ ոչ միայն հաղորդության սեղանին, ցանկալի է որ ամեն կիրակի դու քո կյանքը եկեղեցի գալդ սկսես ծոմապահությունով։ Ծոմապահության գաղտնիքն ինչու՞ն է։ Ամեն անգամ երբ որ դու ստամոքսիցդ սիգնալ ես ստանում, որ ես սոված եմ, սնիր, այդ ժամանակ հասկանում ես այդ սիգնալը մեկ ուրիշ բացադրություն ունի քեզ համար, ոչ թե վաստած դեպի սառնարանը դռները բացես ու հաստատակվես ուտելիքի վրա, այլ քեզ մեկ ուրիշ գաղափար է տալիս։ Դու ծոմապահություն ես անում, որովհետև ուզում ես Աստծո հետ ավելի ու ավելի ու ավելի խորը ու ավելի լայն ինչ ունենաս, հաղորդակցության, սիրո հաղորդակցություն ունենաս։ Եվ այդ օրը մեծամասնությունս ինչ էր ծոմապահությունով ենք եկել։ Մեր եղբայրն ես մեկ որ այսօր բացակայում է, մեր Ռոբերտ եղբայրը, իր կնոջ Դիանայի եւ աղջկա Սելայի կողքին նստած էին, հաղորդությունը ավարտելուց հետո նա վերջի 1-2 օրը հարազատներ են, գիտենք իրար մասին, մի քիչ լավ չէր զգում իրան, մի քիչ թույլ էր։ Եվ այդ օրն էլ հատկապես որ ծոմապահությունով էր եկել, շաքարիչ էր եւ վերջի վարքյանին չկարողացավ այդպես մնալ, մի տեսակ վայր ընկավ աթոռի վրա։ Անմիջապես ով նկատեց, իհարկե կինը եւ աղջիկը։ Եվ նրանք հարցում արսեցին ինչ եղավ, դա բնական է, դա ինքնըստինքյան է, բոլորս էլ նույնն ենք անելու։ Եվ այդ հարցումի վրա թե ինչ եղավ, եկեղեցուց մի քանի հոգի վաստվեցին դեպի այդ ուղղությամբ։ Ես այդ ընթացքում բարձրացել էի բեմ, որպեսզի հաղորդության սեղանը ինչ անեի, վերջնական գործունեությունը մակրազարդումը անեի։ Եվ ես բեմից հայտարարեցի, խնդրում եմ ես ձեզ, որ թողնեք Ռոբերտ եղբորը հանգիստ, որտեղ նրա կողքին նստած աղջիկը բժշկուհի է։ Նա ամեն օր լեցուն հիվանդներ է տեսնում, ամեն տեսակի հիվանդների ճաշակում է։ Թողեք իր մոտ, ինքը արդեն պրոֆեսիոնալ, եթե չլիներ, բնականաբար մեկը պետք է կողքին լիներ։ Մի քանիսը խորհուրդս լսեցին, ասեցի, որ դուք սիրում եք, փառք Տիրոջը, որ սիրում եք Ռոբերտ եղբորը, բայց սիրո մեջ նաև հավատք կա։ Գնացեք նստեք ձեր աթոռին եւ այդ հավատքով ու սիրով աղոթք արեք, որ Աստված իր ձեռքը մեկնի եւ ամեն բան նոր անի։ Արդյոք բոլորը լսեցին իմ խոստումը։
Իմ պատգամը ես չեմ պարտադրում։ Ես ասում եմ, այն ինչ որ Աստծո խոսքից սովորել եմ։ Մի քանիսը այո, մի քանիսը ոչ։ Հասկանում եք, սերը սենտիմենտ չէ, զգացում չէ։ Երբ որ մեկին հարցեցին, ինչի չես ասեց, ես չեմ կարող։ Մենք շատ բան կարող ենք մեզ ինքնաարդարացնենք, որ ես չեմ կարող։ Ինչի Աստծոն եկանք, որպեսզի Աստված մեզ սարքի, որ մենք կարողանանք, որ մենք կարողանանք մեր զգացմունքների վրա իշխենք եւ մեր հավատքը տարածենք։ Մենք չենք գալիս Աստծո տանը մեջ սրան ու նրան մեր հավատքը ցուցադրելու։ Մեր միակ նպատակը եկեղեցի գալու, որ նրա այդ փառավորածի հետ կենթանի հաղորդակցություն ունենալու։ Հասկանում եք տարբերությունները։ Ես քեզ վստահեցնում եմ, թշնամին միշտ ու միշտ ինչպես ինձ ու քեզ կխաբի։ Կողքինս ինչ կմտածի, այսօր բարձր երկեցի, ցածր երկեցի, բարձր աղոթեցի, ցածր աղոթեցի, ճիշտ նստեցի, ծուռ նստեցի, ուղիղ նստեցի, իմ զգացունքներս արտահայտեցի։ Դու մարդու համար չես ապրում, դու Քրիստոսի համար ես ապրում։ Դու մարդուն պատասխան չես տալի, դու Քրիստոսին ես պատասխան տալու։ Քո սերը մարդկանցից առաջ Քրիստոսի համար է, որտեվ եթե դու Քրիստոսից չառար, դու ոչինչ չունես, բացի զգացմունք մարդկանց տալու։ Իսկ Քրիստոսի չափանիշը զգացումը չէր, նրա հոգու, սիրո, խորությունը ու լայնությունն էր։ Դրանք հսկայական երկնքից երկիր տարբերություն ունի։ Եվ եթե քեզ համար Քրիստոսի խորությունը, սիրո խորությունը, լայնությունը չի բացված, վստահեցնում եմ քեզ, քո ամբողջ կյանքում սենտիմենտալ կմնաս, զգացմունքների մեջ կմնաս։ Ու այդպես էլ չես հասկանա ինչ ասել հոգու սերը։ Հոգու սերը թաքնված է, ծածուկ է, եւ ոչ մեկը չի տեսնում, չի նկատում։ Եվ շատ նման է այսպիսի օրինակի. A father who pays his child's debt secretly. Այն հայրը, որ իր սխալ, իր տղայի սխալ գործած պարտքերը գաղտնաբար վճարում է, covering what the child cannot pay, այն ինչ որ տղան գործել է ու չի կարողանում տակից դուրս գալ, այդպեսի հայկական արտահայտություն կա, չի կարողանում իր պարտքերը մարել, հայրը, իր հայրական սիրո արտահայտությունը գիտես ինչ է, չի գնում աղբոր, բարեկամի սրա մոտ ասի, գիտես ինչ, տղաս խորը պարտքերի մեջ էր փակեցին, այլ ծածուկ գնում է ու լռության մեջ իր հայրական սիրո արտահայտությունը անում։ Հիմի պատկերացեք այդ պատկերը ու բերեք զուգահեռ հասկացնենք այն ինչ որ Աստված ինձ ու քեզ համար արեց։ God infinitely հավիտենական անսահման ավելի չափ իր սերը արտահայտեց իմ ու քո պարտքերը վճարելով իր որդու կյանքին զոհաբերելով։ Նա տվեց իմ ու քո պարտքը ու մինչև վերջ այդ պարտքը փակեց եւ ոչ էլ արծաթով ու ոսկիով, այլ իր որդու զոհաբերելով։ Love in action is not sentimental. Եվ այն աստվածային սերը, որ մեր մեջ աշխատում է, գործում է, ապրում է, դա չի կարող զգացմունքային լինել։ Դու չես կարող ասել ես այսպես եմ ուզում։ Ամեն մեկս ինչ որ մի բան ենք ուզում, բայց երբևիցե կարողացել ենք մտնել Աստծո ներկայության մեջ, խոնարհվել, ծնկի գալ ու Աստծոն հարցել. «Այ Աստվածս, դու ինչպես ես ուզում, որ ես ինձ պահեմ։ Ինչ անեմ, որ դու փառավորվես, ոչ թե իմ անձը մեծարվի»։ Նման հարցումներ հարցել եք Աստծոն։ Love in action is not sentimental. Այդ կենթանի Աստծո սերը զգացմունքային սեր չէ, հոգու սեր է։ Եվ դրանք շատ հաճախ կարող է շփոթել։ Միայն մի տարբերությամբ։ Հոգու սերը միշտ ծածուկ է արվում, երբեք չի շփորարվում, երբեք չի հայտարարվում։ Եղած պահին կամ նույնիսկ հետո վկայություններ չի տալիս, որտեղ գիտի, թե հանուն ինչի արել, հանուն Քրիստոսի սիրո։ Իսկ զգացմունքային սերը, այդ պահը, այդ ներկայությունը, այս եղբայր, այս քույր, ինչքան ուշադիր, ինչքան կարևոր է, ինչքան սեր կար նրա մեջ,
Բարեկամս, այդ սերը աշխարհային չափանիշներ ունի։ Ես ամեն օր հարցում պիտի հարցնեմ ինձի, ինչն է իմ չափանիշը, մարդիկ թե Քրիստոսը։ Եվ երբ որ կորոշեմ ու կընտրեմ, իմ քայլերս ըստ դրա կառաջնորդեմ։ God's այդ ճշմարիտ սերը it is in service, ծառայության մեջ է արտահայտվում, ոչ թե խոսքերի շատախոսության մեջ։ Անկեղծ սերը արտահայտվում է sacrifice, զոհաբերության մեջ։ Այս սարո եղբայր դու գիտես, պես ինչքան շատ եմ, ոչ։ Կյանքիդ մեջ այդ սիրո, այդ քոնտանի ինչքան զոհաբերություն է սարել։ It come անկեղծ սեր, it's in forgiveness, ներողամտության մեջ։ It's in patience, հարատևության մեջ, համբերում ես, չես անմիջապես պայթում և աղաղակում, սպասում ես, աղոթում ես, իրավիճակները բացահայտ տեսնում ես, բայց սպասում ես, choosing, ընտրում ես, որովհետև չես շտապել, չես վրազել, թողել ես, որ սերը Քրիստոսի իմաստություն ու գիտություն գա և քեզի խորհուրդ տա, ուղղություն, առաջնորդություն, choosing, humility, և այդ բոլոր ինչի համար ես անում, միանշանակ մեկ բանի համար, որ այդ փառավորած ոտքերի տակ խոնարհվես ու ասես, Տեր, իրավիճակներից ես ոչինչ չեմ հասկանում, և քո իմաստության ու քո խրատի ու քո առաջնորդության կարիքն ունեմ, ինչպես մի քիչ առաջ մեր եղբայրը աղոթում էր այդ մասին, and standing for justice, և երբ որ այդ ամբողջը կատարում է, գիտես վերջում ինչն է ամենակարևորը, ինչ որ արդար է, դրա համար ամուր կառչես ու ամուր կանգնես դրա վրա։ Չտրվես սրան ու նրան գոհ պահելու, որովհետև արդարությունը շատ ավելի վեհ է ու շատ ավելի կարևոր է և խոսքս Աստծո արդարության մասին է, քան թե սրա ու նրան գոհ պահելու։ Այսօր մենք չենք եկել այստեղ մարդապաշտությամբ զբաղվել, այստեղ մենք եկել ենք աստվածապաշտությամբ զբաղվելու։ Սա է իմ միակ ու վերջին ու առաջին նպատակը, Աստծուն հաճո լինել, քեզ հետ միասին, եթե միասին կքայլենք այդ Աստծո սիրո մեջ։ Եթե ոչ, Աստված ամեն մեկից տվել է տարբեր ուղղություններ։ Իմ ուղղությունը Քրիստոսն է, միակը առաջինն ու վերջինը։ Max Lucado-ն ևս բավականին ճանաչված, սկսեց 20-րդ դարաշնի, 21-րդ դարաշնի դեռ շարունակում է իր հովական ծառայությունն եւ բացում հոգեվոր գրքերի հեղինակ է։ Եվ ներող կնեք, God love is not rewarded for good behavior. Աստված իր սերը մեզ չպարգևեց, որտեղ մենք շատ կարգապահ էինք։ Այնպես եկեղեցուց ինչքան հնարավոր է չբացակայեցինք մեր աղոթները, մեր ծոմապահությունները, մեր նվիրատվությունը, ամեն ինչ տեղին արեցինք։ Աստծո սերը գիտեք ինչ անում։ Մեր սրտի նոր բաբախումն է, որը երկնքում է բաբախում, ոչ թե երկրի վրա։ Մենք բազում անգամներ խոսել ենք։ Եթե այն քրիստոնյան, որ ամեն օր չմտածեց երկնքի մասին, նա կմնա երկրի վրա։ Ներող կլինեք, իմ դառը ու ցավալի, դա իմ մասին էլ է խոսքս։ Քրիստոնյան վերստին ծնված մարդու համար մի երազ կա երկնքում լինելը, և եթե դա իրապես քեզ համար ամենաթանկն է, ամենաերազայինն է, դու չես կարող որևէ մոր, որևէ մեկ օրը անցկացնես առանց հիշելու այդ գանձի, այդ հարստության, այդ խոստումի մասին, որ նա մեռավ, որ ոչ մենես ապրեմ ես երկրի վրա, այլ նրա խոստումները հավիտենական կյանքի։ That's the heartbeat of heaven, երկինքը քո սրտիդ մեջ է բաբախում, հասկանում եք, սա հոգու մեջ կարող է լինել, ոչ թե ֆիզիկական աշխարհում, ոչ թե զգացմունքային աշխարհում, ոչ թե մտավոր աշխարհում, միայն հոգու աշխարհի մեջ է, որ երկնքի զարկերակը քո սրտիդ մեջ է զարկում։ He remind us that the love is proactive, not reactive. Եկեք մի երկու բառ խոսենք, ինչ է proactive եւ ինչ է reactive։ Max Lucado-ն ասում է Քրիստոսի աստվածային սերը երկու արտահայտություն ունի, մեկը հոգևոր է, մեկը զգացմունքային է։ Հոգևորը proactive-ն է, այսինքն քո սերը անփոփոխ է։ Դա քո եւ քո Աստծո մեջ անընդհատ աղոթում ես, որ քո մեջ հոսա։ Reactive-ը
Վիճակից վիճակ, դեպքից դեպքա։ Մի քիչ առաջ արդեն օրինակ ասեցի։ Պահիտակ ինչ անում, միանգամից քո մեջ ինչ անում, փայլատակումը Քրիստոսի սերը եւ բնականաբար ինչպես պետք է արտահայտվի, իհարկե երևույթով, իհարկե զգացմունքներով։ Դա կոչվում է reactive, անմիջապես ինչ անում, արձագանք գտնում։ Հետո մի 10 րոպե, հետո մի ժամ, հետո մի հաջորդ օր, հետո ամեն բան գնացած է։ Իսկ proactive-ը միշտ քո եւ քո Քրիստոսի մեջ այդ հաղորդակցությունը, այդ հոսքը, այդպես է ասում։ We do not earn it, it flows. Մենք Քրիստոսի սիրուն ոչ մի չունենք արժանի, որ այս նժարի վրա բերենք, ասենք, Տեր, այսօր ես քարոզեցի, դե իմ քարոզածի համապատասխան, այսքան սեր տուր ինձի, այդպիսի առ տուր չկա, շնոր կա, որ Քրիստոսից շնոր է անում, եւ քարոզեցին եւ այն շարքային 1 տարվա, 50 տարվա քրիստոնյաներին, Տիրոջ համար հոգին հոգի է, փրկությունը եւ ինչպես անցյալ, չէ նախ անցյալ 5 շաբթի օր խոսում ենք, ամեն մի փրկության համար երկնքում ուրախություն է։ It flows through us as we reflect the God who first loved us. Մեր մեջ հոսում է ու ամեն անգամ եւ մենք կարողանում ենք արծարծել, այսինքն վերլուծել, այսինքն ջրի երես բերել մեր մտային աշխարհը, հոգու աշխարհը, ինչի մասին մտածելով, նրա այդ Քրիստոսի, այդ Աստծո փառավոր ինչի սիրո մասին։ Երբ որ քո Աստծո մեջ այդ սիրո հասկացողությունը շատկվում է ու նորոգվում է, հույսը չտնես։ Ես 1975 թվին, 80 թվին, 99 թվին ես իմ սիրտս Տիրոջ հանձնեցի, դրանից հետո ամեն ինչ լավ է։ Ով ոչ սիրելիս, 1 վայրկյան հետո դու կարիք ունես նրա հետ հաղորդակցվել, եթե չէ կկորցնես, քո ապաշխարության աղոթն էլ կկորցնես, քո փրկությունն էլ կկորցնես, քո հավիտենականությունն էլ կկորցնես եւ բոլոր խոստումները կմնա բառ եւ ոչ թե իրականություն։ Մենք կարիք ունենք նրա հետ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ու 2 վայրկյան հաղորդակցեն։ Ուրեմն ես բան ու գործ չունեմ, դու ունես քո մտային աշխարհը ու քո հոգեվոր աշխարհը, դրանք տարբեր են, այստված այդպես է մեզ կառուցել։ Մենք կարող ենք մեքենան վարել ու մեկ հոգու աշխարհի հետ վայելենք։ Ես կարող եմ մտային աշխատանք կատարել, թե ֆիզիկական աշխատել, բայց իմ հոգու աշխարհը Քրիստոսի հետ կարող է հաղորդակցվի։ Եվ այդ հաղորդակցության մեջ է, որ սերը սկսում է մեր մեջ, Աստծոց Քրիստոսից հոսալ մեր մեջ։ Այդ հաղորդակցությունը դադարեց, այդ հոսքը կդադարի։ Հասկանում եք։ Հույս չտնես քո փորձառության, հույս չտնես քո տարիների հոգևոր իմացության, հույս չտնես։ Նրան ունես, ամեն ինչ ունես։ Նրան չունես, ոչինչ չունես։ Մեկ ուրիշ ցավալի ու տխուր իրականություն կա այսօր ինձ ու քեզ հոգևոր աշխարհի համար բացված, որը իրական է նաև այս աշխարհում։ Ոչ միայն մեր հոգևոր դաստիարակությունը շատ բան մեզ սովորեցնում Աստծո սիրո մասին, բայց նաև մի ուրիշ մեկ ուժ կա, որի մասին Քրիստոսը դեռ 2000 տարի առաջ ոչ միայն Քրիստոսը առանձնացեց ու հատուկ դեր ու նշանակություն տվեց, բայց եթե նույնիսկ հին ուխտը ամբողջովին կարդաս, գիտեք, չարերի բոլոր արմատները որտեղ է ամբողջանում արծաթասիրության մեջ։ Քրիստոսը կոչեց մամոնա։ Այսօր մենք բոլորս դրամի պետքություն ունենք։ Այսօր մեր արքը, ծաղկը, ուտելը, նստելը, մենք մեր տերունական աղոթքի մեջ ասում ենք Տեր, մեր օրվա հացը տուր։ Այդ օրվա հացը երկնքից չի գալի, պետք է գնաս խանութ, վճարես եւ գնես։ Մեր հագուստը, գումարը, հարստությունը, Աստծո օրհնությունը, միայն Քրիստոսը մեկ բան զգուշացրեց։ Դու ընտրություն ունես իշխելու քո հարստության վրա եւ ընտրություն ունես թողնելու, որ հարստությունը իշխի քո վրա։ Եվ ըստ դրա էլ կյանքդ կառաջնորդվիր։ Այսօր պարզապես շատ միամիտ պետք է լինես, եթե չընդունես իմ իրական փաստերը եւ օրինակները։ Այսօր ընտանիքները քայքայվում են ինչի հողի վրա, մամոնայի։ Այսօր ամուսինները բաժանվում են ինչի, մամոնայի։ Այսօր եղբայրը եղբոր դեմա թշնամանամ, ինչի, փողի, դրամի խնդիր։ Այսօր նույնիսկ եկեղեցիներն են բաժանվում,
վարդապետության վրա, ով ոչ, երանի թե վարդապետությունների վրա լինի, դարձյալ դրամական խնդիրների վրա։ Նա ամեն ուր մտել է։ Երբ որ նա աշխարհում է, նա իր տեղն է, որտեղ այսօր աշխարհի իշխանը ինչն է, սատանան է։ Մամոնան տիրում է աշխարհում։ Մարդիկ ջանք, երրանք, խաբեություն, ամեն ինչ անում են, որպեսզի այդ մամոնային ավելի ու ավելի հասանալի լինեն։ Բայց մի փաստ, մի իրականություն, որ այդ մամոնան ուժ ու կարողություն ունի ներս մտնի քո տանդ մեջ, ներս մտնի քո եկեղեցին, երբ որ դու թույլ տաս։ Ու այդ ժամանակ դու ունես մենակ մի տարբերությամբ։ Արդեն դու չես իշխում մամոնայի վրա, քո ունեցվածքի վրա, քո ունեցվածքը իշխում է քո վրա։ Եվ երբ որ մամոնան իշխում է քո վրա, քո մեջ էլ չփորձես Աստծո հետ հաղորդալ։ Սերը մարում է, չես սարու եղբայր։ Այո, քույրս ու եղբայրս։ Երբ որ մամոնայի սերը տիրում է մեզ վրա, Քրիստոսի սերը վերանում է։ Ես ձեզի համոզված ասեմ Աստծո խոսքից եւ կյանքի փորձառությունից եւ մի հատ տխուր իրավիճակից։ Մեծ հարուստ մարդ է, շատ մեծ հարստություն ուներ։ Շատ շուտ կորսեր իր կնոջը, երկու աղջիկների հետ էր ապրում։ Եվ սրտի ցավով աղջիկները փորձում էին ինչ անել, չարաշահել հոր հարստություն եւ բնականաբար մամոնան մեջ մտավ եւ ինչ դարավ։ Դարավ խնդիր, վիճաբանություն եւ երանի թե դրանով ավարտվեց։ Երբ որ մամոնան ոտը ներս դնում, նա վիճաբանություններով չի ավարտում, որտեվ սատանայի մեծագույն ուժն է, իզուր չէր, որ Քրիստոսը հատուկ, առանձնահատուկ ուշադրություն դարձես մամոնայի վրա, ասես չթոնես իշխի քո վրա, եթե ոչ քեզ կտանի մինչև դժոխք ու հավիտյան կորուստ։ Ունի այդ զորությունը, եթե չիշխես, նա կիշխի քո վրա, եթե չտիրապետես, նա քեզ կտիրապետի։ Երկու աղջիկներ էին, Francis Mary and Dennis Victoria, իրենց հայրը վերջապես իր մահկանացուն կնքեց։ Մի օր իրավաբանների ներկայությամբ եկան, որ ժառանգության թղթերը բաց արեցին եւ սկսեցին ընթերցել։ Հայրը ամեն մեկ աղջկան $1 ժառանգություն էր թողել, $1, իր սրտի վերջի ողբը ու մաղձը արտահայտելու համար։ Երանի թե դրանով ավարտվեր, երանի դրանով թուղթը վերջակետը դրվեր ու այդ աղջիկները գնային, կուզեին անիծեն, կուզեին հայտնվի, բայց հայրը դառնության մեջ էր մեռը եւ այդ դառնությունը արտահայտել էր եւ այդ նամակի շանակությունը ասում է and father's blessing or no, father's cursing, հայրը իր ամբողջ անեսքն էր ժառանգություն թողել աղջիկների։ Կարդամ ձեզ համար։ May their lives be with the misery, թող իրենց կյանքը տառապանքով ու նեղությունով անցնի, unhappiness ու դժբախտություններով պատի։ Հայրը իր աղջիկներին ժառանգության խոսք է թողել։ May their deaths be soon, նրանք շուտով մեռնեն, may their soul rest in hell, եւ նրանց հոգին դժոխքում տառապի հավիտյանս հավիտենից։ Սա հորը ոչ թե օրհնություն, այլ անեսքներ իր աղջիկներ, եւ այս ամբողջը որտեղից հիմք առավ ու ընթացք ստացավ։ Մամոնայի պաշտամունքից չափազանցնում եմ, երանի թե չափազանցնեի, բայց դա իրական է, եւ եթե մի քիչ խորն ես նայում իրականությանը, կտեսնես այսօր քո կյանքի շրջապատում, որ իմ խոսքիս մեջ լեցուն իրականություն կա, առանց քարե շպրտնելու որևէ մեկի վրա։ Ինչպես ենք մենք սիրում Քրիստոսի սիրով, երբ որ մենք ատում ենք չարը ու չարությունը։ We love by honoring others. Երբ որ մեր մեջ Քրիստոսի սերը կա, ոչ միայն մենք սիրում ենք այդ Քրիստոսի չափանիշով, այլ նաև տեղ ենք տալիս, հարգում ենք։ We love by showing zeal, որպեսզի ջանասիրություն ենք անում։ Չենք մտածում, ես եկել եմ ձեռս ձեռքի վրա դրած ամեն բան ինքնին ուրիշները կանեն, ես այդտեղ բաժին չունեմ։ We love by sharing with others. Եվ մենք կարողանում ենք ինչ անել, բաժին հանել մեկս մյուսի հետ։ Հովիվը իր մահկանացուն կնքեց։ Թաղման արարողության օրն էր։ Եկեղեցին լեփ լեցուն էր, մեկ աթոռ դատարկ չկար։ Նրանցից ամեն մեկը եկեղեցում ամեն մեկ ուզում էր խոսք առներ եւ խոսք խոսեր իրենց հովվի մասին։
Բայց իհարկե ժամանակի սղության պատճառով մի քանիսը կարողացան ելնել ու խոսել. One speaker told with word as a preacher խոսեց թե ինչպես գեղեցիկ էր Աստծո խոսքը մեկնաբանում, մեկ ուրիշ ասեց թե ինչքան սիրո եւ ծառայության հոգի ուներ, որ այս տարիներում ծառայեցեց մեզի, մյուս ասեց ինչպիսի անհատականություն, անznավորություն էր եւ ինձ ես բոլորը միանշանակ հիշեցեց մեր տխուր ու ցավալի իրականությունը, որ հայկական ասացվածքում ասվում է. գնա մեռի ու արի, որ ես քեզ սիրեմ։ Եվ այդպես եղավ։ Նույնիսկ ամերիկյան իրականության մեջ այդպես եղավ։ Վերջում եղբայր եղավ տեղից։ Ու ասեց, այն ամեն ինչ որ ասեցիք իմ եղբորս մասին, այո եւ ամեն էր։ Բայց, հենց այդ բայցն է, որ մեր ամբողջ կյանքը տակնը վրայանում, ասեց, բայց իմ եղբայրս մեռավ տխրության ու իր սիրտը կոտրված կարգավիճակով։ Ու այդպես էլ երազես մի օր ես եկեղեցին այսպես լեփ լեցուն տեսնի, որ այսօր այստեղ է, ու ամեն անգամ այդ դատարկ աթոռները ինչ էր անում, նրա հոգու խորքը ինչ էր անում, փոթորկալից էր դարձնում։ Նա կոտրված տուն էր գնում։ Ցեզանից ոչ մեկը այն բոլոր գեղեցիկ եւ օրհնյալ խոսքերը, որ այսօր ասեցիք, իր կյանքի ու այդ ծառայության օրերի մեջ երբեք չարտահայտեցիք, ձեր մտքում խոսացիք ուրիշների մեջ, բայց երբեք ցեզանից ոչ մի բարի վկայություն չառավ, եւ նա կոտրված սրտով, այսօր նա վայելում է երկինքը, բայց ուզում եմ ասել իրականությունը, իր հետ արեցիք, մեկ ուրիշ հովիվի հետ չանեք։ Եվ վերջապես մեր վերջին ամբողջացումը։ What does my life reveal? Այս ամբողջը այսօրվա մեր սիրո եւ աստվածապաշտության եւ մամոնի այդ ամբողջը ինչա մեր կյանքի մեջ արտացոլում, ինչ ունենք մենք վկայություն, what is the evidence of a loyalty, ինչ վկայություն ունենք մեր հավատարմությունը դեպի հայրը, Աստված, հայրը, որդին եւ Սուրբ Հոգին եւ եկեղեցին, որի անունով կառուցվել է երկրում, ինչ հավատարմություն ենք ցուսաբերում։ Not what do I claim, հարցը նրանում չի թե ես ոնց եմ իմ աստվածապաշտությունը այստեղ ու այնտեղ ներկայացնում, but what do I display, այլ հարցը նրանում է իմ կյանքս ինչ է արտացոլում ինձ որպես քրիստոնյայի, not what it is my doctrine, հարցը վարդապետությունը չէ, but what is my direction, ինչն է ճանապարհը, ինչ անում ուղղություն տալիս։ Վարդապետությունը թողեք վարդապետների համար, ինչ է քո հոգևոր կյանքի ուղղությունը, ինչն է քո նպատակը, ինչն է քո շարժառիթը։ Not what is my religious tradition, հարցը նրանում չի թե իմ կրոնի կամ իմ հավատքի սովորությունները այսպես պիտի անենք, այսպես պիտի նստենք, but what is my spiritual transformation, ինչ է փոխվել իմ հոգուս աշխարհի մեջ, երբ որ այդ փառավորածի հետ ես հաղորդակցվեցի։ Այսօր այս խոսքը պետք է ավարտեմ մեկ համարով դարձյալ Պետրոս Ավետարանի առաջի Պետրոս 4:7 համարը։ Մոտեցել է ամեն ինչի վերջը։ Ուրեմն խոհեմ մնացեք եւ արթուն եղեք աղոթքների համար։ Հիսուսի անունով ամեն։